Նայում էի համացանցը, եկավ մի նյութ։ Ոչ հայկական անունով մարդը, որը նաև հայերեն չէր խոսում, չնայած ներկայանում էր որպես հայ, քննադատում էր Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանին։ Ասեմ, որ Սահակ Մաշալյանը, եթե ինչ-որ ժամանակ ցանկանա դառնալ ամենայն հայոց կաթողիկոս, բնականաբար նա չի կարա և բոլորն էլ դեմ կլինեն, քանի որ ծնվել է Թուրքիայում։ Բայց Սահակ Մաշալյանը հայ առաքելական եկեղեցու ամենախելացի մարդկանցից մեկն է։ Շատ շատերը չգիտեն, մինչև 20-22 տարեկան հայերենին ընդհանրապես չի տիրապետել։ Այդ տարիքից սկսել է սովորել հայերեն, դարձել է հայ առաքելական եկեղեցու հոգևորական, կուսակրոն, ապա նաև հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք և համարվում է ամենախելացի հոգևորականներից մեկը։ Եվ ինչ-որ մեկը, որը հայտնվում է ոչ հայկական անունով, ոչ հայերեն խոսացող, ամենայն հավանականությամբ նաև հայերենին շատ վատ տիրապետող մարդ, որը քննադատում է Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանին, որը ժամանակին նույնիսկ հայերեն չիմանալով, բայց դարձել է նաև պատրիարք, սա անչափ ծիծաղելի է։ Դեպքից դեպք հայտնվում են նման մարդիկ մեր եթերում։